ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց առկա են հունիս ամսվա կանխատեսումները։ Դեջեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն եւ նաեւ շատ շուտով կլինի նաեւ հուլիսի կանխատեսումը բոլոր կենդանակերպերի համար, իսկ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա կանխատեսումները, աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները նաեւ կենդանակերպերի համար։ Եվ իհարկե կոչ եմ անում ձեզ սիրելի բարեկամներ անպայման բաժանորդագրվել աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքին, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում, նամանավանդ որ գիտեք ես շարունակաբար արգելափակված եմ մնում Facebook սատանայական գլոբալիստական սոցիալական ցանցում եւ կանգնած եմ այն վտանգի առաջ, որ առհասարակ հնարավոր է կորցնեմ հասանելիությունը էջիս նկատմամբ, այնպես որ անպայման բաժանորդագրվեք YouTube-յան էջերից, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ, նաև աստրոմագիա եւ թալիսմանների մոգական YouTube-յան էջին, բաժանորդագրվեք նաև բաց Telegram-յան ալիքին, Telegram-յան փակ էջիս հաջողության բանալի նաև Instagram-յան էջից բաժանորդագրվեք, որպեսզի կողնակ շարունակել ինձ հետևել, որովհետև Facebook-ում իմ ներկայացրած նյութերը պարբերաբար ոչնչացվում են եւ ջնջվում են սիրելի բարեկամներ, այնպես որ եսի չկորցնեք հասանելիությունը կարևոր տեղեկատվության, կարևոր նյութերի հետ կապված անպայման բաժանորդագրվեք նշված էջերին, բոլոր հղումները այդ էջերի վրա այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ անդրադառնանք Հայաստանի ներսում տիրող իրարանցումներին, իրադարձություններին, գիտեք, որ հունիսը բավականին այսպես հագեցած է այդ իրադարձություններով, նախ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հարձակումները հայ առաքելական եկեղեցու վրա, շատ այսպես ագրեսիվ հարձակումները, թե ինչ կապ ունես դու, ինչ որպեսի քննես կաթողիկոսի կուսակրոն լինել կամ չլինելը, կույս լինելը, թե չլինելը ես հանրապես չեմ հասկանում եւ այս վերջին իրադարձությունները մի քանի ժամ առաջ գիտեք որ կալանավորվել է Սամվել Կարապետյանը, Միլարդատերև բարերար եւ փորձենք հասկանալ, այսինքն ձեր բազմաթիվ խնդրանքներով այժմ կանդրադառնանք ինչպիսի իրադարձություններ են սպասվում հենց Սամվել Կարապետյան, ինչ է սպասվում Սամվել Կարապետյանին, նրա այս հանկարծակի այսպես կալանավորման հետ կապված, ինչպիսի զարգացումներ կլինեն առհասարակ։ Սիրելի բարեկամներ, դե ես բազմիցս նշել եմ արդեն, որ Պլուտոնի մուտքով ջրհոս կենդանակերպ վնասի եւ վտանգի տակ են հայտնվում բոլոր այն պետություններ ասեմ, անձինք ասեմ, թամպես կազմակերպությունները, որոնք ունեն մորակներ առյուծ կենդանակերպով, որովհետև առյուծը դիմակայում է ջրհոսին եւ այստեղ անընդհատ այդ դիմակայությունը ստեղծում է շատ ուժեղ կոնֆլիկտ, այսպես ասած, որտեվ առյուծը դա այսպես փառասիրության, փառավորության, ագահության նաև խորհրդանիշն է եւ առյուծ կենդանակերպի տակ ձևավորվեցին բազմաթիվ պետություններ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գիտեք, նաև Իսրայելը, որի մասին ես նոր պատմեցի ձեզ, իսկ ջրհոսը սիրում է ազատություն, անարխիա, չի սիրում ենթարկվել ինչ որ կանոնակարգերին, այսինքն լրիվ հակադիր հատկություններ ունեն այդ երկու նշանները եւ ահա Պլուտոն այժմ մուտք է գործել 2023 թվականից արդեն նա մուտք է գործել մարտի հենց 23-ից առաջի անգամ նա մուտք գործեց ջրհոս, որը որ ստեղծեց շատ բարդ իրավիճակ ամբողջ աշխարհում, այսինքն ըստ էության այն աշխարհակարգը, այն համակարգը
որը ձևավորվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փլուզ հետո այդ ժամանակ Պլուտոնը գտնվում էր առյուծում եւ այդ դիմակայությունը հա ստեղծում է այն հակասությունները ձևավորում է, որոնք հիմա առկա են։ Նույնը վերաբերվում է անձերին, սիրելի բարեկամներ, այսինքն եթե դուք առյուծ կենդանակետում նշաններ ունեք, անպայման համեցեք խորհրդատվության, որովհետև Պլուտոնը անխուսափելիորեն քանդելու է ձեր կյանքը 20 տարի շարունակ, Պլուտոնը 20 տարի շարունակ գտնվելու է ջրհոսում։ Եվ իհարկե Սամվել Կարապետյանը այդ, այսպես ասած, ճակատագրից չկարողացավ խուսափել, նա նույնպես առյուծ է, բայց աղբյուրներից հայտնի է, որ նա ծնվել է օգոստոսի 18-ին 1965 թվականի ժամը մենք ցավալիորեն չգիտենք, իհարկե Արեգակը գտնվում է 25 աստիճան առյուծում, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Մերկուրին Սամվել Ալեքսանյանի մոտ գտնվում է նույնպես առյուծում, միջազգ մոգական աստիճանը Մերկուրին հետ ընթացը 20 աստիճան առյուծում է գտնվում։ Դեպի շատ հետաքրքիր քարտեզ է Սամվել Կարապետյանի քարտեզը, շատ հետաքրքիր քարտեզ է, եւ այստեղ հետաքրքիր որ 3 մորակ մոգական աստիճաններում են գտնվում, դա Մերկուրին 20 աստիճան առյուծում, Վեներան 28 աստիճան կույս նշանում եւ Մարսը 28 աստիճան կշերքում, այսինքն մոգական ընդունակություններ ունի այս մարդը, պատահական չէ որ նա դարձել է մեծահարուստ, շատ խորը, այսպես ասած, կարմիկական հիմքեր ունի այդ ամենը, հենց այնպես միլիարդատեր չեն դառնում, դուք գիտեք, միլիոնատեր հնաբից միլիարդատեր հենց այնպես չեն դառնում, եւ սա խոսում է այն մասին, որ բավականին հետաքրքիր հին պատմություն ունեցող հոգի է նրա մեջ մարմնավորվել այս կյանքում։ Նաև ինչու է հիմա այդ հետապնդումները սկսվել Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև Սև լուսինը Սամվել Կարապետյանի աստղային քարտեզում գտնվում է 4 աստիճան ջրհոսում, այսինքն Պլուտոնը եկել է Սև լուսնի վրա, իսկ Սև լուսինը դա մեր բացասական բոլոր արարքների, մութ մեր բացասական կարմայի հանրագումարներ են ինձ ներկայացնում։ Եթե Սև լուսինը գտնվում է ջրհոսում, դա նշանակում է, որ նախկին կյանքում այդ մարդը եղել է անարխիստ, իշխանությունը ընդհանրապես կարգ ու կանոնը չի ընդունել որևիցե հեղինակություն, ավտորիտետ կոչվածը չի ընդունել եւ վարել է լրիվ այսպես մեկուսացված կյանք, մեկուսի եւ ընկերների եւ աշակերտների կողմից այսպես այսինքն արհամարել է իր միջավայրը, եղել է դասատու, բայց արհամարել է իր միջավայրը եւ աշակերտներին եւ ուսուցիչներին արհամարել եւ համարել է միակ ճշմարիտ գիտելիքի կրողը, որ ինքն է։ Այս սրա մասն է խոսում Սև լուսինը ջրհոսում։ Եվ իհարկե Պլուտոնը, երբ հիմա տարանցում է, հենց այս ընթացքում տարանցում է, արդեն մոտեցել է Սամվել Կարապետյանի Սև լուսնին, դա պատահական չէ, այսինքն դա նշանակում է, որ ակտիվացել է նրա բացասական նախկին կյանքերից եկող բացասական կարման։ Դե պատահական ոչ մի բան չի կատարվում այս աշխարհում, հենց դրա պատճառով նրան կալանավորման մասին կայացրեց որոշումը Սև լուսին, Պլուտոնը մոտեցել է Սև լուսնի, այսինքն այդ ամբողջ էգրեգորը, մութ Սև էգրեգորը, Պլուտոն ավերիչ էգրեգորը քանդել է այդ, այսինքն նա կանգնել է արդեն սպիտակ ճանապարհի վրա, որովհետև եթե ինչ որ մոլորակ համագործակցում է ձեր Սև լուսնի հետ եւ ձեր հետ լավ զարգացումներ են տեղի ունենում, դա նշանակում է, որ դուք մութ ճանապարհի վրա եք կանգնած, իսկ եթե դուք դրական ճանապարհի վրա եք կանգնած, ինքնամաքրման, այսպես ճանաչողության, դրական ճանապարհի վրա է կանգնած, ուրեմն դա նշանակում է, որ ձեր մոտ բացասական բարձ զարգացումներ են սպասվում, այսինքն դուք ռեալիզացնելու եք կամ այսպես մարելու եք այն կարման, որը նախկին կյանքերից դուք բերել եք այս կյանք։ Եվ այս տեսանկյուն շատ հետաքրքիր է, ինչ որ շատ տրամաբանական է, որ հենց հիմա այդ որոշումը կայացվեց, ես կարծում եմ, որ շարունակություն էլ կլինի, որտեղ նաև լուսնի հետ է քառակուսի կազմում,
որը որ շատ վատ հետևանքներ կարող է ունենալ գործարարի համար, այսինքն թե առողջության համար, թե հետագա կյանքի համար, ինքը բարդ հետևանքներ է ունենալու։ Այսքանով հիմա տեսնենք հենց հունիսի 18-ին ինչ իրավիճակ էր, երբ նա անչափես այդ ժամանակ նա հենց կալանավորվեց, այդ ժամանակ իհարկե Արեգակը անցնում էր Սամվել Կարապետյանի Յուպիտերի վրայով, մեծ բարերար Յուպիտերը, մեծ հաջողության մորակ Յուպիտերը, հարստության մորակ Յուպիտերը, էլիտայի մորակ Յուպիտերը, որ հենց իրենով մարմնավորում է Սամվել Կարապետյան, ինքը իր հորոսկոպում գտնվում է 25 աստիճան երկվորակներում եւ հենց Արեգակը անցնում էր այդ Յուպիտերի վրա։ Դա նշանակում է, որ այս իրադարձությունները ավելի հայտնի կդարձնեն Սամվել Կարապետյանին, այսինքն նրա հռչակը, նրա դրական կերպարը ավելի եւ ավելի կընդգծվի, կուրճացվի, պես որ ոչ մի բացասական հետևանք դա այդպես նրա հեղինակության համար չի ունենալու։ Նաև Սև լուսինը մոտենում է Նեպտունին, այսինքն այստեղ նորից հավատքի խնդիր է առաջանում, Նեպտունը կապված է հավատքի հետ, կրոնի հետ, եւ Սև լուսինը անգալիս է Նեպտունին, այսինքն դրված է նրա հավատքին հավատարիմ լինելու հարցը, թե նախկին կյանքում նա եղել է ինքնակամ, բոլոր հարցերը ինքնուրույն է լուծել, չի ընդունել որևիցե հեղինակություն, ապա այս կյանքում ընդհակառակը նա պետք է բացարձակորեն այդ հեղինակությունը ընդունի։ Այս սրա մասին, այսինքն կարմիկական, այսպես ասած, հատուցում է տեղի ունենում։ Եվ շատ հետաքրքիր է Սատուրնը, Սամվել Կարապետյանի Սատուրնը 15 աստիճան ձկներում, մինչև նա հիմա վերապրում է Սատուրնի վերադարձը եւ գիտեք, որ դառնալու է այս օգոստոսի 18-ին 60 տարեկան, որը նույնպես պատահական չէ, որովհետեւ հենց Սատուրնի վերադարձերի ժամանակ մարդկային կյանքում տեղի ունենում շատ կտրուկ փոփոխություններ, բարդություններ, խոչընդոտներ, որոնք հաղթահարելով մարդը հասնում է զարգացման ավելի բարձր աստիճանի։ Սա նույնպես պատահական չէ, այդ պահին, երբ որ կալանավորվել է 2 ամսով, որտեղ լուսինը միացել է Սատուրնին, նույնպես դա արգելափակման, կալանավորման խորհրդանիշ ունի, բայց նրա դերակատարությունը կարող է հետագայում աճել եւ նա կարող է ղեկավարել շարժումներ, հակաիշխանական շարժումներ, նույնպես շատ հավանական է հենց քաղաքական գործունեությամբ սկսի զբաղվել եւ նա ինքնազոհաբար, այսինքն նրա հիմնական նպատակը այս կյանքում, որ նա եկել է, պայքարել սև մութ ուժերի դեմ, որովհետև նրա մոտ Արեգակը գտնվում է Սև լուսնի դիմաց, Արեգակը առյուծում, Սև լուսինը ջրհոսում, այդ մոտ էլ այդպես, Սև լուսինը ցույց նշանում է, իսկ Արեգակը գտնվում է կարիճում, այսինքն ես մշտապես կոչված եմ պայքարելու այդ մութ եւ սև ուժերի դեմ, եւ ոչ մի բանի առջեւ այդ մարդիկ կանգ չեն առնում, որպեսզի հասնեն իրենց ուզած այսպես հոսանքը գնաց, ահա, դե ոչինչ, հոսանքը գնաց, մենք շարունակենք, մի քիչ մութ է, բայց ոչինչ, սա հենց նրա մասին է, որ այդ կարմիկական հատուցում է տեղի ունենում եւ բավականին հետաքրքիր հետագայում զարգացումի անգամից տվեցին հոսանքը, դրական կարմիկական զարգացումների մասին խոսենք, լավ, եւ այստեղ փոքր նայենք նաև ինչ վիճակում է գտնվում այժմ նրա հաջողությունը, նաև հետո բազինք ուսումնասիրենք եւ նաև կվերլուծենք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աստղային քարտեզը, ես անդրադարձել եմ կաթողիկոսի աստղային քարտեզին, մեկ անգամ նույնպես կանդրադառնամ, որտեվ այդ հետապնդումները նրա դեմ իսկապես շատ սարսափելի են։ Վատ չի, ես ձեզ ասեմ, նրա հաջողությունը վատ չի,
Եվ այստեղ ես որևիցե բացական, բայց վտանգները իհարկե ֆիզիկական բռնության վտանգներ կան նրա նկատմամբ, բայց դա հիմա չի լինելու, այլ լինելու է 4 տարվա ընթացքում։ Այսինքն եթե նա սկսի այդ կալանավորումից դուրս գա եւ սկսի ակտիվ քաղաքական գործունեություն, որը շատ հավանական է, 4 տարվա ընթացքում, 4 տարուց արդեն կլինի նրա մոտ կյանքի վտանգ, հնարավոր է կամ ինչ որ դե բացահայտ իհարկե չեն ոչնչացնի, տարբեր այլ ձևեր կան ոչնչացնելու, այլ սրա մասին է այս խոսակցությունը։ Մի փոքր անդրադառնանք նաև Սամվել Կարապետյանի Բադզի քարտեզին, սիրելի բարեկամ, չինական Բադզի քարտեզով նա ծնվել է Փայտե օծի տարում, հետաքրքիր է, որ հենց Փայտե օծի տարին է հիմա, քանի որ 60 տարին մեկ ձածիները կրկնվում են։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ 60 տարին մեկ նույն այդ կենթանում տարին է լինում եւ տարերքի տեսանկյունից եւ կենթանում։ Եվ ծնվել եմ Փայտե կապիկի ամսում եւ Փայտե վիշապի օրը։ Փայտե վիշապը այստեղ շատ հետաքրքիր է, ընդհանրապես Փայտը դա ազնվության, բարիության, հովանավորչության խորհրդանիշ է, այսինքն այդ մարդիկ շատ առաքինի են, շատ բոլորին ձգտում են օգնել, նպաստել, զարգացնել, բայց խնդիրը նրանում է, որ Փայտը կամ ծառը, այգում ծառը ինչպես է աճում, այսինքն անդադ պետք է տակը փորես, ջրես, որ նա աճի, այսինքն այդ մարդիկ միշտ պետք է շրջապատված լինեն մարդկանցով, շրջապատված լինեն գաղափարակիցներով, իրենց սիրող մարդկանցով, իրենց ընտանիքով, թոռներով, չգիտեմ, այդպիսին պետք է լինի նրանց կյանքը, այլապես նրանք շատ ծանր վիճակում են հայտնվում, միայնակ լինելով, այսինքն այդ կալանավորումը միայնակ, եթե առանձին ինչ-որ վայրում գտնվի, չգիտեմ, խուցում, դա շատ վատ է ազդելու նրա վրա։ Ծառին դա հակացված է ծառերին, բայց շատ հաճախակի հենց ծառերն են հայտնվում այդ հետապնդումների կիզակետում, որովհետև նրանք միշտ արդարության կողմնակից են, միշտ խոսում են օգուտ ճշմարտության, օգուտ արդարության, ծառը շատ առաքինի ներկայացուցիչներ են, հենց ձյա, ինչ են ժամում ցիմենդուն ձյա, այսինքն ձյան հենց այդ Փայտն է, Փայտյանը, այսինքն ամբողջ չինական մետաֆիզիկան կառուցված է նրա շուրջ, որ պետք է ամեն ձևով պահպանել այդ ձյային, այսինքն զորահրամանատարին, այնպես ռազմական օրենքներով, գիտեք, որ զորահրամանատարին միշտ պաշտպանում էին հին դարերից սկսած, քանի որ նա էր վարում պատերազմը, նրա հմտություններից էր կախված հաղթանակը կամ պարտությունը, միշտ ձգտում էին պահպանել զորահրամանատարի կյանքը եւ հենց ամբողջ չինական, հատկապես Ցիմինուզիա հաղթելու արվեստը կառուցված է նրա վրա, որ պետք է միշտ պահպանել զորահրամանատարին, միշտ պահպանել նրա կյանքը, չգիտեմ, ամեն ձևով նպաստել, որ նրան ոչինչ չլինի, որտեղ եթե նրան մի բան եղավ, արդեն վնասվում է ամբողջ զորքի ճակատագիրը, չնայած պետության ճակատագիրը, նաեւ սրա մասն է խոսքը, դրա համար թիրախավում հայտնվեց հենց Սամվել Կարապետյանը, պատահական չի ուզում ասեմ, որտեղ նրա անհատական էլեմենտը հենց Փայտյանն է։ Եվ ինչ վերաբերվում է նրա, այսպես ասած, անթիվ անհամար հարստություններին, հարստության էլեմենտը Սամվել Կարապետյանի քարտեզում հողն է եւ անուղակի հարստությունը հենց հողյանն է, այսինքն նա բիզնեսով է, չէ, ստեղծել իր այդ անթիվ անհամար հարստությունները եւ բավականին հզոր է հողը Սամվել Կարապետյանի քարտեզում, երկու տեղում այստեղ հողը արկա է եւ ամսվա մեջ եւ օրվա մեջ, նաեւ տարվա մեջ, այսինքն 3 տեղ այդ հողը կա, որը շատ լավ է, լավ պայմաններ է ստեղծում հարստացման համար, հատկապես նրա մոտ այդ հարստության էլեմենտը արտահայտված է 2007 թվականից սկսած, բավական արտահայտված է եւ 17 թվականին նույնպես անուղակի հարստության էլեմենտը շատ հզոր է, որտեղ 2017 թվականից Սամվել Կարապետյանը գտնվում է հողեղեն վագրի հաջողության մեջ։ Իհարկե այս հողեղեն վագրը բախում է առաջացնում
նրա կարիերայի դղյակ հետ, այսինքն փայտ է կապիկի հետ, որը խնդիրներ է առաջացնելու եւ հատկապես այս տարի, որովհետեւ փայտ է օծը հանդիպում է փայտ է օծի տարվան, որը որ լավ չի, որովհետեւ գիտեք, որ երկու համանման էլեմենտներ նրանք մրցակցության մեջ են մտնում, սա խնդիր է առաջացնում։ Եվ հողային վագրը, որը ամբողջությամբ բախվում է նրա կարիերայի հետ։ Դե դրա հենց պատճառով նրա մոտ տեղի ունենալու 2017-ից մինչև 27 թվականը կարիերայում մեծ փոփոխություններ, այսինքն նա նախկին այդ իր բոլոր գործունեությունը պետք է թողնի եւ զբաղվի քաղաքականությամբ, նոր գործունեությամբ։ Նամանավանդ որ նրա ստրուկտուրան, այսինքն նրա բազի քարտեզի ստրուկտուրան, կառույցը, այսպես կոչված կառույցը, նա կոչվում է 7 սպանություններ, մի վախեցեք, այդպես չինացիները սիրում են այդպեսի բնութագրումներ, բայց սպանության հետ կապ չունի, 7 սպանությունները դա հենց իշխանության էլեմենտն է, այսինքն որ նրա քարտեզում հզոր է իշխանության էլեմենտը, այդ իսկ պատճառով նրա մոտ 7 սպանություններն են, դե որը շատ հաճախակի հենց քաղաքական գործիչներն են ունենում, օրինակ Պուտինի քարտեզում հենց շատ ուժեղ արտահայտված է այդ 7 սպանությունները, հենց այդ կառույցը եւ գիտեք ով է Պուտինը։ Դե սա շատ պատահական չէ, այսինքն հիմա շատ լավ ժամանակ է, որ նա այդ անցումը կատարի հենց քաղաքական գործունեության, քաղաքական գործընթացների։ Այնուհետև իհարկե 27 թվականից շատ էական փոփոխություններ կլինեն նրա ճակատագրում, որտեղ ստեղ գալիս է հարձակվող պետական գործի վրա հարձակվող нападающий на чиновника, սա արդեն նշանակում է, որ ամբողջ իր մնացյալ կյանքում այս մարդը պայքարելու է գոյություն ունեցող եւ ապագա իշխանությունների դեմ, որտեղ դուք գիտեք, որ ապագա իշխանությունները շատ հեռու չեն գնալու այս հիմիկվա իշխանություններից, ցավալիորեն մեր այդպես է կանխատեսումը ամեն դեպս։ Մի խոսքով, այսինքն ճակատագիրը այսպես բարդ ընթացքի մեջ է մտնում, կարելի ասել, իհարկե այդ հարստությունը պահպանելու է, ոչ միտեղ չի կորելու, բայց այդ փոփոխությունները անխուսափելիորեն տեղի են ունենալու, բայց վտանգը, ասեցինք 4 տարուց հետո լինելու է, այդ վտանգը այդ ու նաև 30 թվին, 30 թիվը մետաղական շան տարին է, 4 տարուց, 4-5 տարուց մոտավոր, որովհետև այստեղ 25 թիվ արդեն կիսվել է, հա, արդեն կեսից ավել անցել է, համարենք 4-ից 5 տարվա մեջ։ Այստեղ մետաղական շունն է գալիս, որը որ շատ վտանգավոր էլեմենտ է, հենց այդ 7-րդ բանն է, 7-րդ սպանողն է, убийца-насильник мой позиции, տենցակոչում, չգիտեմ հայերեն ոնց թարգմանվի, գալիս է հենց այդ տարին եւ նաեւ բախում է տեղի ունենում նրա ամուսնության դղյակի հետ, այսինքն այնուամենայնիվ ինչ որ լրջագույն խնդիրներ է ունենալու արդեն 30 թվին, որովհետև ինչ որ դիրք, որոշակի անգամ պաշտոն կարող է ունենալ։ Մի խոսքով շատ բարդ ամեն։ Մյուս կողմի շատ հետաքրքիր նկատառում գուաթվերը շատ կարևոր են ինժալու չինական մետաֆիզիկայում, նա 8 է։ 8-ը հյուսիս-արևելյան դիրքն է, այսինքն լոշու քառակուսի մեջ 8-ը գտնվում է հյուսիս-արևելքում, եւ հյուսիս-արևելքում մեզ մոտ գտնվում է այս տարվա 5-րդ չարաբաստիկ աստղը, որը խորհրդանշում է հարձակումներ, խորհրդանշում է հիվանդություններ, խորհրդանշում է թալան, մի խոսքով, այսինքն երբ ձեր կյանքի դղյակում հայտնվում է 5-րդ աստղը, այդ դուք ձեր գուան 8-ն է, ուրեմն այս տարի խնդիրներ եք ունենալու, հիմա Սամվել Կարապետյանն այդ խնդիրները փաստացի ունի։ Ինչ ասեմ։ Այսքանը
Դե կարծում եմ փայտը շատ ուժեղ արտահայտված է Սամվել Կարապետյանի մոտ, փայտի էլեմենտը նաև արտահայտված է Հայաստանի երրորդ հանրապետության բազի քարտեզում, որովհետև Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծության այդ անկախության օրը սեպտեմբերի 21-91 թվականի հենց փայտե ձին է, որը որ շատ հետաքրական է եւ այսինքն նա նպաստում է Հայաստանի Հանրապետության հարատևմանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ծնվել է հողային վագրի օրը, հողային վագրը հենց հետաքրքիր է, որ բախվում է Սամվել Կարապետյանի այդ փայտե կապիկի հետ, որը գտնում է նրա կարիերայի դղյակում, այսինքն նպատակ ունենալով վերջակետ դնել Սամվել Կարապետյանի կարիերայի վրա, ըստ էության Նիկոլ Փաշինյանը նպաստելու է, որ Սամվել Կարապետյանը սկսի զբաղվել քաղաքականությամբ, այ դա շատ հետաքրքիր նկատառում է ըստ էության։ Այժմ սիրելիներս նաև փոքր անդրադառնանք Գարեգին Բ-ի ամենայն հայոց կաթողիկոսի աստղային քարտեզի վերլուծությանը ես անդրադարձել եմ, վերլուծել եմ Facebook-յան եթերներից մեկում կամ երկուսում, կարծեմ երկուսում, եթե չեմ սխալվում, ես վերլուծել եմ Գարեգին Բ-ի աստղային քարտեզը, իհարկե ես նախազգուշացրել եմ, որ նրան վտանգներ են սպառնում, կամ ֆիզիկական վտանգ է սպառնում, բայց դե որ ասում ասողին լսողա պետք ով է լսում աստղաբանի, բայց եթե նրանք լսեին, իհարկե այսօրը չի, ես քննադատել եմ, ինչ խոսք Գարեգին Բ-ին, քննադատել եմ այն տեսանկյունից, որ նա պետք է լինելով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը եւ գլուխը, նա պետք է ղեկավարեր Բագրատ Սրբազանի Տավուշը հայնուն հայրենիքի այդ շարժումը, այսինքն հակա իշխանական այդ պորտկումը համազգային, որը տեղի ունեցավ 24 անցած տարի, 24 թվականին նա պետք է ղեկավարեր, որը չտեղի չունեցավ եւ այդ պատճառով, այդ թվում նաեւ այդ պատճառով փաստորեն այդ շարժումը տանուլ տվեց, որովհետեւ եթե նման շարժումներ ղեկավարում է կաթողիկոսը, իհարկե համազգային կոնսոլիդացիան ավելի հեշտությամբ է տեղի ունենում եւ ավելի այսպես դրական արդյունք, այսինքն իշխանությունների հեռացման այդ օրակարգը ավելի հեշտ տեղի կունենար, բայց դա տեղի չունեցավ փաստացի եւ այդ իսկ պատճառով այժմ մեծ վտանգ է կախված Գարեգին Բ-ի գլխին։ Ես դրա մասին խոսել եմ, այժմ նույնպես պետք է խոսեմ, որ առյուծ կենդանակերպի, նույնպես Սամվել Կարապետյանի պես Գարեգին Բ-ն ծնվել է առյուծ կենդանակերպի տակ, նա ծնվել է բաց աղբյուրներից, հայտնի է, որ նա ծնվել է օգոստոսի 21-ին 1951 թվականին, ժամը հայտնի չէ, մի ժամանակ ես կազմել էի, շատ շուտ 97 թվին դեռ նա կաթողիկոս չէր, ես կազմել էի նրա քարտեզը, բայց այժմ ժամը այն ժամանակ հայտնի էր, հիմա ես չեմ հիշում նրա ժամը, ինչևիցե տարիներ են անցել շատ վաղուց, հիմա ես չեմ հիշում նրա ժամը։ Եվ այստեղ իհարկե մենք տեսնում ենք մորակների, նույնպես մորակների կուտակում առյուծ կենդանակերպում, Գարեգին Բ-ի աստղային քարտեզում Մարսը, Պլուտոնը եւ Արեգակը գտնվում են առյուծ կենդանակերպում։ Միջալոց շատ տաղանդավոր մարդ է Գարեգին Բ-ն եւ շատ լավ է, որ նա ունի զավակներ, շատ, այսինքն դա կան տիեզերական օրենքներ, որը չի կարելի խախտել, անկախ նրանից կուսակրոնություն չի, չգիտեմ ինչ օրենքներ են, տիեզերքը ունի իր օրենքները եւ այդ օրենքները գծագրված են Գարեգին Բ-ի քարտեզում եւ չունենալ զավակներ նա չէր կարող։ Դա հանցագործություն չէ, սիրելի բարեկամներ, հանցագործություն կլներ, եթե նա չունենար այդ զավակներին, որտեւ նա ունի շատ հետաքրքիր մուրակները նրա մոտ հանճարեղության աստիճանում են, Արեգակը 27 աստիճան առյուծում հանճարեղության աստիճանում, Ուրանը 12 աստիճան խեցգետնում հանճարեղության աստիճանում, Վեներան հանճարեղության աստիճանում 17 աստիճան կույսում, այսինքն դա նշանակում է, որ այդ մարդը շատ
գենետիկ տեսանկյունից շատ բավականին դրական գեների կրող է եւ նրա գեների փոխանցումը անհրաժեշտություն է, էվոլյուցիոն անհրաժեշտություն է, տիեզերական անհրաժեշտություն է։ Այդ իսկ պատճառով դե այդ հարցակումը կուսակրոն չի, դա անհեթեթություն է, իրական պատճառը հենց այն է, որ Գարեգին Բն ճիշտ ժամանակին չընդվզեց այս իշխանությունների դեմ։ Դրա պատճառով նրա վրա հարցակում է, իրական պատճառը ոչ թե կուսակրոնության այդ ուխտի խախտումն է, նա է։ Որովհետև այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր իրական նպատակները, ինչի համար է նա զավթել իշխանություն, ինչի համար է նա եկել իշխանության, որ իրական Հայաստան է ստեղծում ու պատմական Հայաստանին հաջողություն, Արարատ հաջողություն, այդ ժամանակ կաթողիկոսը պետք է իր դիրքորոշումը եւ կարծիքը հայտներ եւ քայլեր ձեռնարկեր, որովհետեւ հայ պահպանության մեջ հայ առաքելական եկեղեցու դերը անհերքելի է պատմության։ Եվ քանի որ նա դա չի արել, բնականաբար մենք կանգնել ենք հիմա այս սարսափելի բարդ իրավիճակի առջև, երբ ըստ էության Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում տեղահան անել կաթողիկոսին, որը նա ընդհանրապես այդ իրավունքը չունի, ընդհանրապես իրավունք, անկախ նրանից խախտել է ուխտը, չի խախտել, չգիտեմ ինչով է զբաղվել, դա բացարձակ աշխարհիկ իշխան, որտեղ Հայաստանի Հանրապետությունում աշխարհիկ իշխանությունը բաժանված է հոգևոր իշխանությունից, նրանք սերտաճած չեն, ի տարբերություն Իրանի Իսլամական Հանրապետության, այնտեղ նրանք սերտաճած են, այնտեղ իրավունք ունի հրահանգներ տալու գերագույն հոգևոր առաջնորդը։ Իսկ այստեղ առաջնորդ իրավունք, այսինքն պետության ղեկավարը, վարչապետը իրավունք չունի միջամտելու կրոնական գործերի մեջ, հոգևոր կյանքի մեջ եւ այլն, եկեղեցու կյանքի, ներքին կյանքի մեջ, բայց այնուամենայնիվ, քանի որ այնպիսին է Գարեգին երկրորդի կարման ճակատագիրը, որ դա անխուսափելի է, այսինքն նա անխուսափելիորեն պետք է այդ երեխաներին ունենար եւ ինչու՞ն է հարցել, նախկին կյանքում նա բավականին հին հոգի է, բազմաթիվ ինկարնացիաներ է ունեցել եւ եվրոպական ինչ-որ ես ինկարնացիա եմ այստեղ տեսնում Ֆրանսիայում կամ Իտալիայում, որտեղ նրա հարավային լուսնային հանգույցը գտնվում է կույս նշանում եւ այստեղ Մերկուրին եւ Վեներան են գտնվում եւ հետընթաց վիճակում, այսինքն շատ զարգացած անձնավորություն է, շատ գիտնական, չգիտեմ, ինչ որ շատ արվեստի մեջ Լեոնարդո դա Վինչի կարգի ինչ որ գիտնական է եղել այս անձնավորությունը, բայց նաև ունեցել է ազնվական ծագում, այսինքն միշտ ազնվական ծագում է ունեցել, միշտ բարձր դիրք է գրավել ու այս կյանքում նույնպես նա ձգտում է ունենալ այդ բարձր դիրքը եւ այս քանի որ նախկին կյանքում նա եղել է շատ պրագմատիկ, շատ նյութապաշտ, այս կյանքում նա պետք է հոգևոր հակառակը դառնա հոգևոր, դառնա կրոնասեր, աղոթող եւ այլն, որտեղ նրա վերընթաց հանգույցը գնում է դեպի ձկներ, այսինքն նա ճիշտ կատարում է իր ոնց որ ասած կարման, իր միսիան, առաքելությունը այս աշխարհում ճիշտ է կատարում, բայց քանի որ նա նախկին կյանքում որոշակի մեղքեր է կատարել, կապված սիրո հետ, կապված գիտելիքի հետ, կապված պաշտոնի հետ, նաև հնարավորն է Արևը Պլուտոնի հետ, նաև շատ դա վտանգավոր դիրք է, դա նշանակում է իշխանության չարաշահում, նախկին կյանքերում հնարավոր է նաև նա շատ չարաշահել է իր իշխանությունը, ապա այս կյանքում նրան վերադառնում այդ ամենը, այսինքն սիրո նկատմամբ ինչ որ խախտումներ է արել, հնարավոր է ինչ որ խնդիրներ է ունեցել կամ հրաժարվել է սիրուց կամ հրաժարվել է երեխա անցած կյանքում շատ հնարավոր է նա ընդհանրապես հրաժարվել է այդ ամենից հանուն նրա որ գիտությամբ զբաղվի, չգիտեմ ինչ որ իր այդ ստեղծագործություններով զբաղվի, նաև շատ տաղանդավոր է եւ այս կյանքում նույնպես երևում է որ նա շատ տաղանդավոր է, տաղանդավոր գեների կրող է Եվ այդ պատճառով հիմա նա հալածվելու այս կյանքում նա պետք է հալածվի, որտեղ նախկին կյանքում կատարած է սխալների համար, սիրելի բարեկամներ, փաստորեն, զապիսը գնում է, փաստորեն նա այդ սխալը կատարել է այդ
մի խոսքով ունեցել այդ խնդիրը սիրո հետ կապված, գիտելիքի հետ կապված, իշխանության հետ կապված, այսինքն չարաշահել է իշխանությունը, հնարավոր է առանձնացել է, միանձնյա է ապրել, բայց այս կյանքում ունենալով այդ բոլոր հնարավորությունները հենց հոգևոր կյանքի առանձնանալու եւ այնուամենայնիվ նա խախտումներ է արել, այսինքն սա նրա կարմիկական բնույթն է այդպիսի, այսինքն նա պարտավոր էր դա անցնելու այդ ճանապարհով, նա չէր կարող չանցնել այդ ճանապարհով, դա մեղք չի, դա ճիշտ է։ Այս դրա մասին է խոսքը։ Այն ինչ որ գրված է կանոնակարգերում, իհարկե դա շատ լավ է այդ կուսակրոնությունը, բայց մենք գիտենք, որ առաջին կաթողիկոսները եւ Գրիգոր Լուսավորիչ եւ նրա որդին նրանք կուսակրոն չեն եղել, սիրելի բարեկամներ, այսինքն նրանք ունեցել են երեխաներ, ունեցել են, ապրել են սովորական կյանքով, այսինքն այդ բոլոր հետագա եկեղեցական այդ կանոնակարգերի փոփոխությունները դա չի նշանակում, որ խախտել է այդ կուսակրոնության ուխտը դա մեղք է, դա հիմարություն է պարզապես, այն ինչ որ ասում է, պարզ է, որ դա պարզապես պատրվակ է, որպեսզի հալածվի հայ առաքելական եկեղեցին իրականում։ Բարդ անձնավորություն է բարդ ճակատագրով, շատ բարդ անձնավորություն է, շատ բարդ ճակատագրով Գարեգին Բ կաթողիկոսը։ Եվ նրա ճակատագիրը շատ սերտորեն կապված է Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության ճակատագրի հետ, որովհետև նա ընտրվել է կաթողիկոս ուշադրություն հոկտեմբերի 27-ին 1999 թվականին։ Մենք նայել ենք իր քարտեզը օգոստոսին, կարծեմ կամ օգոստոսն էր կամ հուլիսն էր 1999 թիվ շատ վաղուց էր, բայց այդ ժամանակ դեռ կաթողիկոս չէր։ Եվ այս Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ամենաառունանոտ, ամենասարսափելի, ամենաողբերգական այդ սպանությունը, այսինքն Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը պարլամենտի շենքում, այդ տերակտը սարսափելի, որը տեղի ունեցավ հենց այդ նույն օրը, երբ Գարեգին II դարձավ կաթողիկոս, իհարկե մտածելու առիթ է տալիս, այսինքն որ նա կապված է Արևի Պլուտոնի միությունը, որը նշանակում է, որ այդ մարդը ներգրավված է լինելու ռազմաքաղաքական սարսափելի բարդ զարգացումների մեջ, այսինքն նա ոչ միայն պարզապես եկեղեցու հայրապետ է, ղեկավար է, առաջնորդ է, այլ նա քաղաքական ինչ որ նաև գործիչ է, ըստ էության նա նաև քաղաքական գործիչ է, եւ եթե նա չի կատարում այդ իր պարտավորությունները, միսիան, պարտականությունը Արևը Պլուտոնի հետ, չի կարող խուսափել քաղաքական ինչ որ գործունեությունից, այսինքն Բագրատ Սրբազանը կարող էր դնել մի կողմ իր եպիսկոպոսություն, arczepiskopos էր եւ զբաղվեց, այսինքն առաջնորդեց այդ շարժումը հանուն փրկության, իսկ Գարեգին Բ-ն, այսպես ասած, նրան դա բան չի կարելի, իսկ ինչու չի կարելի։ Ինձ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ, Արևը Պլուտոնի հետ պետք է զբաղվի քաղաքականությամբ, սիրելիներս։ Այս մարդը, ես չգիտեմ ինչ նպատակներով է դարձել եկեղեցական, բայց նա պետք է զբաղվեր քաղաքականությամբ, այո։ Դե հիմա այդպես է դասավորվել եւ փաստորեն այն հանգամանքը, որ նա աշխատում է կիլոմետրերով հեռու մնալ այդ քաղաքականությունից եւ այն ինչ որ նա բարձրաձայնում է Շվեյցարիայում Բեռնում, որ ավերվում են եկեղեցիներ, որ արցախցիները տեղահանվել են եւ դա հումանիտար հարցեր են, դրանք զուտ քաղաքական հարցեր չեն, բայց նա պետք է զբաղվի քաղաքական գործերով, քաղաքական հարցեր կարգավորի, լուծի, այսինքն նրա առաքելության մեջ դա է մտնում։ Եվ քանի որ նա դա չի կատարում իր առաքելությունը, նա պատժվում է այն իմաստով, որ Պլուտոնը իհարկե պատժում է, եթե դու չես մենակ իմ մոտ Պլուտոն մորակը, որը հենց ավերիչ մորակ է, դու կապված է մեծ զանգվածների հետ, մոտ Պլուտոն մորակը իմ ժամադետակի վրա, այսինքն ծագող նշանի վրա հենց անմիջապես կշռքի 13 աստիճանում, բանի հետ միասին, ասցենտի հետ միացած։ Եվ երբ որ ես մեկուսանում եի, երբ որ ես չէի ուզում մարդկանց հետ շփվել ընդհանրապես,
միայն զբաղվում էիմ ստեղծագործությամբ, գիտությամբ եւ այլ, այդ ժամանակ Պլուտոնը ինձ սկսում էր պատժել տարբեր ձևերով, որովհետեւ Պլուտոնը երբ Պլուտոնը ինչ որ կարևոր կետերում է հետ միացած է հորոսկոպի, դա նշանակում է, որ մարդը պետք է ծառայի մարդկանց, օգնի մարդկանց, չգիտեմ, ինչ որ չմեկուսանա մարդկանցից, մեծ մարդկային զանգվածների հետ գործ ունենա, առնչվի, միշտ առաջնորդի անգամ, եթե արևը Պլուտոնի հետ անպայման պետք է առաջնորդի, նա պետք է դառնար այդ համաժողովրդական շարժման առաջնորդ անցած տարվա, բայց նա դա չի արել եւ դրա պատճառով այժմ կրում է այդ պատիժը, սա աստղաբանորեն է այդպես, հիմա ես չգիտեմ, հնարավոր է եկեղեցական օրենքներով եւ այլն, նա իրավունք չունի նման այսպես դե նա կուսակրոնությունը խախտելու նույնպես իրավունքը չուներ, բայց հաստատի այլ պատկեր ենք տես, ինքն կա մարդու իրական միսիան եւ կա այն ինչ որ մեզ թելադրում է հասարակությունը, ինչ որ մեզ թելադրում է, ինչ որ ժամանակաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, այսինքն որը մեր էությանը դեմ է եւ այստեղ հենց սա է մեծագույն ողբերգությունը կաթողիկոսի եւ սրանում է նրա այդ ասեմ խնդիրը, մեծագույն կարմիկական խնդիրը, ընդհանրապես մարդկային խնդիրը, նա դժբախտ է հենց այդ պատճառով, նա չի կարողանում կատարել իր միսիան, իր առաքելությունն է այս կյանքում, այսինքն փրկել հայ ժողովրդին, փրկել հայ ժողովրդին, այո, փրկել, հենց դա է նրա առաքելությունը։ Եվ միաժամանակ այս սև լուսինը գտնվում է Խեցգետնում, որը նույնպես նշանակում ինչ որ գաղտնիքներ, բազմաթիվ գաղտնիքներ, նաև խնդիրներ, ինչ որ ռադավոյ ցեղական կանալի մեջ ունի այդ խնդիրները, հենց այդ պատճառով էլ հիմա հալածվում է, բայց ամեն դեպքում ինչի չի ինքը առաջնորդում, որտեվ նրա մոտ Գարգին բեն մոտ Սատուրն մոլորակը, որը սահմանափակումների մոլորակ է 0 աստիճան կշերքում է, որը անմիջապես մոտ է Հայաստանի Հանրապետության արեգակին, այսինքն այնուամենայնիվ այս սահմանափակումը նրա վրա դրված է կարմիկական։ Հա, լուսինը նույնպես խոյ նշանում է Յուպիտերի հետ միասին, պես որ ես չեմ կարծում, որ նա պետք է հենց մինչև վերջ կրոնական իր գործունեությամբ, այսինքն նրա միակ ելքը այստեղ հենց այդ քաղաքական ակտիվ դիրքորոշում զբաղեցնելն է, սա իմ պատկերացումն, իմ տեսակետն, եւ այդ ճանապարհին նա կանգնել է, բայց արդեն ուշ է կանգնել այդ ճանապարհ, արդեն շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, սրա մասն է խոսքը, դրա համար է պատժում եւ ինչու հենց հիմա տեղի ունեցան այդ այսպես ասած հանկարծակի Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ նա խախտել է Գարեգին բն կուսակրոնության ուխտը, վայ, այն Նիկոլ Փաշինյանը ինչքան ուխտեր եւ օրենքներ է խախտել, նա դրա մասին չի հիշում, կաթողիկոսի կուսակրոնության ուխտը, 4-րդ դարում, որոշվել է, որ պիտի կուսակրոն լինի կաթողիկոսը, այս հիմարություններ։ Մի խոսքով, ինչն է պատճառը, որ հենց հիմա է հիշել, հոգևոր այդ բոլոր բացատրությունները, տվայտանքները, որ նա ներկայացնում է Աժամբյոնից, դա իհարկե դա Գյուլնաստատու հեքիաթների մի պատմի։ Այստեղ Պլուտոնը դիմակայում է Գարեգին Բ-ի Մարսին։ Ես դրա մասին զգուշացրել եմ, որ հենց 24, 25, 26 թվերին նրա նկատմամբ լինելու են հալածանքներ եւ շատ վտանգավոր զարգացումներ կարող լինեն մինչեւ նաեւ ֆիզիկական ոչնչացում, պես որ նա շատ պետք է շատ զգուշ լինի։ Հետաքրքրականն այն է, սիրելիներս, որ այն ժամանակ, երբ որ Գարեգին Բ-ն ընտրվեց կաթողիկոս, այսինքն հոկտեմբերի 27-ին, այդ ողբերգական տերակտի օրը պարլամենտում, գիտեք դա։ Ահա այդ ժամանակ Մարսին դիմակայում էր Նեպտուն մոլորակ, այսինքն Տաքիրը, որ նրա այդ հոգևոր
մի կողմից Մարսը առյուծում նա հոգևոր դիրք է, բայց մյուս կողմից շատ աշխարհիկ դիրք է, խոսում է այն մասին, որ մարդը սիրում է կյանքը, մարդը սիրում է հաճույքը, մարդը սիրում է սերը, սիրված լինել է սիրում, այսինքն դա բնական է, դա չի կարելի արգել այդ տվյալ մարդուն, դե հնարավոր է, ասենք, եթե ուրիշ մարդ լինի, Մարսը լինի ուրիշ դիրքում, ինչ-որ կնճռոտ, ինչ-որ կույս նշանում կամ ինչ-որ այլ նշաններում, նա կարող է ապրել առանց այդ հաճույքների, առանց այդ սիրո, դա ընդունելի է, բայց տվյալ մարդը չի կարող ապրել առանց դրա, Մարսը իր մոտ առյուծ նշան է, ես չեմ քննադատում, ես ես բացատրում եմ պատճառը ինչու է այդպես եղել, որովհետև ամեն բան աստղաբանորեն բացատրելի է, հասկանալի է դառնում, երբ որ ճիշտ ես ուսումնասիրում։ Եվ այստեղ իհարկե Նեպտունն է դիմակայ, շատ տարօրինակ է, Նեպտուն մորակը 1 աստիճան ջրհոսում է եղել այդ ժամանակ հոկտեմբերի 27-ին, դիմակայել է Գարեգին B-ի Մարսին, այսինքն սա խոսում է այն մասին, որ այս մարդու թողիկոսության ժամանակ մեծագույն ողբերգություններ են լինելու հայոց աշխարհում եւ հայը հեռանալու է իր իրական հավատքից, իրական արմատ, այս սրա մասին է խոսում, այսինքն տվյալ մարդու անգամ մեկ մարդու սխալ կյանքը կարող է հանգեցնել այսպիսի հետևանքների, որը մենք հիմա տեսնում ենք մեր շուրջը, ինչու է կարևոր իմանալ աստղաբանություն, ինչու է կարևոր իմանալ ամեն մեկը պետք է իմանա իր առաքելությունը, իր նպատակը այս կյանքում, որովհետև ինչքան մենք ճիշտ ենք ապրում, ինչքան մեր կյանքը, մեր կյանքի ընթացքը, մեր քայլերը համահունչ են, համապատասխանում են մեր միսիային, մեր առաքելությանը այս կյանքում, այս պահին, այնքան ավելի ներդաշնակ է լինում մեր միջավայրը, այսինքն այնքան ավելի ներդաշնակ է լինում մեր շուրջը, մեր աշխարհը, եւ ինչքան հակառակը մենք հեռանում ենք մեր առաքելությունից, այնքան մեր շուրջը սկսվում են կատարել ողբերգություններ, սկսում են մարդիկ դժբախտանում են, մարդիկ, չգիտեմ, մեռնում են, ինչու է դա տեղի ունենում, որովհետև երբ մարդը ճիշտ իր առաքելությունը չի կատարում, դա բերում է այդպիսի հետևանք, դե ինչևից է, այսպես է ձևավորվել, այսպես է ստացվել, որ թե ինչու է այդպես ստացվել, հիմա դա արդեն առանձին ասենք վերլուծության խնդիր է, բայց կոնկրետ հիմա այսպես է ստացվել, եւ Նաև հետաքրքիր է Պլուտոն մորակ այդ պահին 97 թվականին, 99 թվականին, կներեք 8 աստիճան աղեղնավորում էր եւ քառակուսի էր կազմում այդ Գարեգին B-ի այդ հանգույցների հետ, այսինքն ինչ որտեղ սա այսինքն նրա կաթողիկոսությունը պարտադրված էր որոշակի կենտրոնների կողմից։ Հիմա ես չեմ ասում, որ դա այդպես էր, բայց այդպես ցույց է տալիս, որ ինչ որտեղ այսպես պարտադրված էր, որ նա պետք է լինի, նա պետք է դառնա կաթողիկոս։ Ու սա շատ իհարկե վտանգավոր զարգացումների մասին է խոսում։ Եվ այժմ հիմա վերլուծենք նաև ընթացիկ շրջանը, թե ինչու հենց հիմա, ասացինք արդեն, որ այժմ Պլուտոնն է կանգնել Գարեգին B Մարսի դեմ, բայց դա այդպես շուտ, այսպես ասած, այդ հարցերը, այդ խնդիրները չեն փակվելու, որովհետև հետագայում Պլուտոնը դիմակայելու է Գարեգին B Պլուտոնին եւ այսինքն 20 տարի շարունակ այսպես այս մարդը հետապնդման է ենթարկվելու, բայց ինչի է հետապնդման ենթարկում, որովհետև նա չի կատարում իր առաքելությունը, նա չի դիմադրում այդ չարին, դե ինչու, որովհետև նա կոնֆլիկտներ չի սիրում, այսինքն մարդը սիրում է ներամփոփ իր կյանքը, սիրում է կյանքը, ուղղակի պարզ կյանքն է սիրում, նա չի սիրում այդ հակասությունները, դա է, իմ կարծիքով է, բայց Պլուտոնը ստեղծում է այդ հարցակումները, Պլուտոնը ստեղծում է այդ կռիվը, այսպես ասած, հանգիստ իր համար կանգնած է, մեկ էլ տեսար, մեկը գալիս է խփում, ասես թաթալոշատալի այդ Պլուտոնն է, հասկացաք, ոնց է գործում մորակային էներգիան, ու սրա մասն է, Պլուտոնը նաև Մարսի դեմ է, Մարսն է դա ագրեսիայի մորակ է, Ну իհարկե սա ամենակարևոր բանն է, որ Պլուտոնը դիմակայում է Մարսին, այնուհետև այնտեղ
Արեգակն է գալու սև լուսնի վրա, Յուպիտերն է գալիս սև լուսնի վրա, կաթողիկոսի սև լուսնի 5 աստիճանը Խեցգետնի մեջ, դա նշանակում է, որ նաև այս իշխանությունը աչք է դրել հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի վրա, այսինքն ուզում է նաև հեռացնել այդ կաթողիկոսին, որ տնօրինի, կարողանա տնօրինել ունեցվածքը եկեղեցու, նաև Սատուրնի դիմակայությունն է այստեղ շատ, որը որ միշտ ստեղծում է եւ Սատուրնի վերադարձը, տեսեք Սամվել Կարապետյանի դեպքում Սատուրնի վերադարձն էր, հա, իսկ այժմ Սատուրնի դիմակայությունն է, Սատուրնը 0 աստիճան խույն նշանում է, այսինքն դիմակայում է Գարգին բեյ Սատուրնին, որը նույնպես նշանակում է ինչ որ կարգի փոփոխություն կամ վերաբերմունքի փոփոխություն այդ կարգի նկատմամբ ընդունված կարգի եւ այլն նմանատիպ վերլուծություն կարելի է նաեւ Նեպտունն է Սատուրնի դեմ, որը նույնպես նշանակում է, որ արդեն այդ հարցը անդադ դրված է, որ նա պետք է իրական գործերով զբաղվի, ոչ թե ոչ միայն կրոնական, այլ նաեւ քաղաքական խնդիրներով եւ գործերով զբաղվի։ Դե սա էս մարդու իհարկե ողբերգությունն է, սա շատ մարդկանց մոտ ես նկատում եմ, որ առաքելությունը այլ է, բայց մարդը լրիվ ուրիշ կյանքով է գնում, ապրում լրիվ ուրիշ ճանապարհով է գնում, դա բերում է մեծագույն ողբերգությունների։ Եթե դա կաթողիկոսի մակարդակն է, այսինքն եթե բարձր պաշտոնյայի մակարդակ է, դա արդեն բերում է ողբերգության ամբողջ ժողովրդի համար։ Այս սրա մասին է իմ խոսակցությունը։ Սրա մասին չէ խոսքը, լավն է մարդը, ես չեմ քննադատում կաթողիկոսին որպես անձ, որպես հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ես չեմ քննադատում։ Ես կրկին անգամ բացատրեմ, ես զուտ մարդկային վերլուծություն եմ անում, որտեղ ամեն մեկը մարդ է նախ եւ առաջ, այսինքն ծնված մարդը մեղավոր է ամեն դեպքում, այս աշխարհում ծնված մարդը չէ կարող ասել նա հրեշտակ է, անմեղ է, այդպես բան չկա։ Սրա մասին է խոսքը։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ հանկարծ ինձ չմեղադրեք, որ դու ով ես, որ ես չեմ մեղադրում այդ անձնը, ես ուղղակի իրան վերլուծում եմ որպես անձ։ Հասկանում եք, դե կաթողիկոս է հասկանում։ Դե հիմա եկեղեցին իսկ քննադատի, ես գիտեմ եկեղեցին շատ ուժեղ քննադատում է, բայց ես իմ նպատակը ճշմարտությունը ձեզ ներկայացնելն է, ոչ թե ձևական բաներ էստեղ ասել, չի կարելի քննադատել եկեղեցուն, չգիտեմ, դա իմ առաքելությունը դա չի։ Ահա, դե հիմա մենք տեսնենք ինչ է սպասվում, շատ վտանգավոր իրավիճակ է կաթողիկոսի համար, շատ վտանգավոր իրավիճակ է, շատ բարդ իրավիճակ է, տեսնենք այստեղ հետաքրքիր է, որ դիրեկցիայում տեսնում ենք, որ լուսին հենց սև լուսնի վրա է կանգնած, որը նույնպես հենց այդ կեղտոտ սպիտակ եղենը, այսպես քջուջանելու Նիկոլի այդ ձգտումն է, ցանկությունն է, որև տեղի ունենում սև լուսինը, տակիր է, որ լուսինը եկել է սև լուսնի վրա, իսկ սև լուսինը եկել է Վեներայի վրա, որը սիրո մոլորակն է։ Իսկ դրա պատճառով էլ այդ սկանդալը եւ հենց հիմա հասունացվեց եւ ըստ էության տեղի ունեցավ։ Ինչ վերաբերվում է ապագային, այստեղ ինչ է սպասում, ես բարձ զարգացումներ եմ տեսնում կաթողիկոսի հետ կապված, ամեն դեպքում այդ հետապնդումները, եկեղեցու հետապնդումները շարունակվելու են, Ուրանը, հա, եւ ի վերջո հնարավոր է նաեւ ինչ որ անգամ բռնի գործողությունների եկեղեցու դեմ, ես դա չեմ կարող բացառել, դա տեղի է ունենալու մոտակա 4 տարիների ընթացքում, այսինքն ինչքան որ նիկոլականները եւ նրանց լոյալ ռեժիմները ունենան իշխանություն, այդքան հետապնդվելու է հայ առաքելական եկեղեցին եւ հատկապես Գարգին բն։ Եվ այստեղ Ուրանը գալիս է կաթողիկոսի Սատուրնի վրա, շատ հետաքրքիր է։ Այս տարի աշնանը նույնպես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում կաթողիկոսի համար, ինչու, որովհետեւ Մարսը անգամ աշնանը չէ, դաժե օգոստոսին, կներեք օգոստոսին, Մարսը օգոստոսի սկզբին մուտք է գործում, չէ որ մուտք է գործում կշերք եւ անցնելու է ուրեմն արդեն կաթողիկոսի Սատուրնի վրայով։
Դա տեղի կունենա արդեն կարծես թե օգոստոսի 7-ին է տեղի ունենալու, օգոստոսի 7-ին է, հետո դիմակայում ես այդ ժամանակ շատ վտանգավոր իրավիճակ է։ Հենց օգոստոսը միշտ ես ձեզ ասել եմ, սիրելի բարեկամ, օգոստոս ամենավտանգավոր ամիսն է, ինչու, որովհետև օգոստոսին հոգևոր ուժերը գնում են հանգստի։ Այսինքն վերահսկողությունը մարդկային ճակատագրի նկատմամբ թրեշտակների, երշտակապետերի թուլանում է հենց օգոստոս ամսվա ընթացքում եւ դրանից կարող օգտվեն ու միշտ սատանան է օգտվում դրանից ու տարբեր ուրեմն առաջացնում է խնդիրներ։ Հա, դա օգոստոսի սկիզբն է, հա, օգոստոսի 7, հետո արևը գնում է դեպի Պլուտոնի հետ միությունը, կաթողիկոսի Պլուտոնի հետ միությունը, որը նույնպես շատ վնասակար է, վտանգավոր, այնուհետև արևը գնալու է դեպի կաթողիկոսի Սատուրնի հետ միություն, դա տեղի կունենա արդեն սեպտեմբերի վերջին, հա, տեղի կունենա այդ հենց խավարումների միջանցքից ընթացքում, նույնպես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում, դա արդեն սեպտեմբերի 22-ին։ Հենց անմիջապես այդ խավարումից հետո, սեպտեմբերի 21-ի խավարումից հետո նույնպես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում կաթողիկոսի համար, Պլուտոնը շարունակում է իր հետընթաց շարժը եւ դիմակայում է գնալով ճշգրիտ դիմակայություն է կազմում կաթողիկոսի Մարսի հետ։ Այո, եւ Մարսը, որը արդեն կմտնի հենց սեպտեմբերի 20-ը, շատ վտանգավոր է այդ սեպտեմբերի 21-22 այդ օրերը զգուշացնում եմ։ Ես հենց այնպես չեմ խոսում, ես զգուշացնում եմ, ես եկեղեցուն եմ զգուշացնում, կաթողիկոսին եմ զգուշացնում, ես ձեզ շատ հարգում, սիրում եմ եւ դրա համար եմ այս վիդեոն հիմա գրում, նախորոք, վաղորոք, որ դուք պաշտպանվեք, որ պատրաստ լինեք ամենայն դեպս այդ ժամանակ պաշտպանվելու։ Դրա համար եմ ես այս վիդեոն ստեղծում։